Ողջույն սիրելի հայրենակիցներ, ես շարունակում եմ հեռավար կապով զրուցել մեր հայրենակիցների հետ, տարբեր մասնագիտության անձանց հետ։ Այս պահին իմ հյուրը բոլորիս կողմից հարգված, սիրված, գրող, հրապարակախոս, թարգմանիչ Լիա Ավետիսյանն է։ Շնորհակալ եմ Տիկին Լիա, հարգարժան Տիկին Ավետիսյան, այս անգամ եւս այս ձևաչափով մեր հետ շփվելու, մեր հայրենակիցներին ձեր խոսքը ուղղելու համար։ Ապրիկ, շատ հաճելի է։ Բոլորս տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր երկրում, ուղղակի սարսափելի իրավիճակ է, սարսափելի գործընթացներ են, որովհետև երկրի իշխանությունը, իշխանության ղեկը ստանձնած այդ փոքրիկ խմբակ ասեմ, մի փոքրիկ թիմ ասեմ, ուղղակի պատերազմ է հայտարարել հայ հայի դեմ, այլ ձևակերպում դժվար կարող եմ բերել, որովհետև ուղղակիորեն նրանց բոլոր գործողությունները ուղղված են մեր ազգային արժեքների դեմ, մեր ինքնության պաշտպանության հենասյուների դեմ, բանակից սկսած կրթական ոլորտ մինչև եւ վերջապես հիմա ամբողջությամբ պատերազմը ուղղվում է եկեղեցու դեմ, թիրախում մեր հզոր եկեղեցին է, հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որպես մտավորական ես կխնդրեմ ձեր մտորումներով կիսվեք, այս ինչ մեր տատերը կասեին, այս ինչ զուլում է, որ գալիս է, որ եկել է մեր երկրի գլխին, ինչ է կատարում, Տիկին Լիա, լսում ենք ձեզ։ Ես սարսափած չեմ ինչու, որովհետև երբ որ նայում եմ մեր պատմությունը, մենք այդպիսի դեպքեր ունեցել ենք։ Երբ որ Շահ Աբբասը եկավ Էջմիածինը բան արեց, փակեց, քարուքանդարեց ներսը, եւ երբ որ Մովսես Տաթևացին այս երկու մենավորների հետ եկան Երևան Տաթևից, գրեթե հավատացյալ մարդ չկար, որտեղ որ հիմա զորավոր Աստվածածնի եկեղեցին է, այն ժամանակ այդ տարածքում իրանք անապատ սարքեցին, երեք հատ այսպիսի բուդկա դրեցին, մեջ ապրում էին, աղոթում էին, մարդիկ գալիս էին մոտները ապաշխարության, խորհուրդներ էին տալիս իմաստուն, քաղաքապետը պարսիկ էր, համբավը եկավ հասավ Իրան, ասեց ես մարդուն էլա բերեք մի հատ ստեղ, երբ որ Մովսեսը գնաց մոտը զրուցեցին, ասեց մաշալլահ, այս ինչ իմաստուն մարդ ես, կլինի շաբաթը մեկ հանդիպենք, ասեց կլինի։ Իրանց Նովարուզ Բայրամին Մովսեսը թափեց սպիտակ մոմեր։ Սպիտակ մոմ այն ժամանակ դեռ ոչ մի տեղ չկար, ոչ Եվրոպայում, ոչ Արևելքում։ Սա շատ զարմացավ, ասեց ուղարկեմ Շահ Աբբասին։ Շահ Աբբասը սա ասեց, Մովսեսը ասեց պետք չի, ես Շահ Աբբասի համար առանձին կթափեմ։ Ու բերեց այդ Շահ Աբբասի համար մոմերը, քաղաքապետը ուղարկեց Շահին գովերքելով Մովսեսին, նա էլ հարցրեց կարող է այս մարդը բան ա ուզում։ Մովսեսը ասեց այո, թող ինձ ընդունի։ Ոտքով Skype չկա, ձերքի հեռախոս չկա, post չկա։ Մովսեսը ոտքով գնաց Պարսկաստան Շահ Աբբասի մոտ։ Ես քեզ պետք է ասեմ, որ մենք շատ անգամ ուրիշի քաղաքակրթական բաների հնարավորությունների մասին թյուր կարծիք ունենք։ Պարսկաստանը դեռ մայրաքաղաք չուներ, որտեղ Շահ Աբբասը իր վրանը գցում էր, այդտեղ մայրաքաղաք էր դառնում։ Մովսեսը ուրեմն շրջեց երկար ժամանակ Պարսկաստանը, մինչև եկավ գտավ այն վայրը, որտեղ այդ րոպեին մայրաքաղաք էր, հայերին դրա համար են տարել։ Դրա համար են տարել, որ քաղաք կառուցեն իրենց համար, որ պարսկական խալին ծնվի, որ հազար ու մի բան ծնվի, պարսկական։ Ու երբ որ Շահը հարցրեց, ինչ ես ուզում, ով իմաստուն, ասեց ազգս տխուր է, ունայնության մեջ է, թույլ տուր ո մեծ Շահ, որ Էջմիածինը վերաբացենք։ Եվ նա թույլ տվեց։ Երբ որ վերադարձավ Մովսեսը եւ բանը ժողովրդին կոչեցին, թե բացելու ենք, բայց պետք է կարգի բերել։ Դու չես պատկերացնում ինչերով են անցել։ Ուրեմն Էջմիածնի մեջ, որը դուր պատուհան չունի։ Մի հատ
Քարե բլուր էր դարել կուտակված ավազը։ Վերևի գետից արվակ բերեցին եկեղեցու միջով, որպեսի այդ Հերակլեսի հեքիաթի պես, հա, որպեսի այդ արվակը այդ քանդի այդ բլուրը ու տանի։ Կանայք սկսեցին ձեռագործ անել բանը սփռոցների եւ վարագույրի։ Տղամարդիկ սկսեցին դուր պատուհան սարքել։ Երբ որ էջմիածինը վերաբացվեց, ոչ ոք չէր սպասում։ 1200 հոգի հավաքվեց առաջի ժավերգությանը։ Ու այսպես երկար տևեց, մի անգամ էլ գնաց Մովսեսը խնդրելու, որպեսի հարկերից ազատեն, որովհետև զարգացման հնարավորություն չուներ, փող ա պետք։ Հիմա սրանք որ ղժում են, հա, որ բանը զովքը էջմիածնին նա, բա ինչ անի, 700 եկեղեցի ոնց պահեն։ Ինչ որ իսա, այն ժամանակ շահը արդեն մահացել էր։ Իսկ ինքը ժառը որդի չուներ, որտեվ ինքն էր սպանել որդուն, որտեվ որդին աշխարհների հետ գործարքների մեջ էր մտել։ Իր ձեռով իր որդուն սպանեց։ Մնացել էր թորը։ Բայց Մովսեսի համբավը այնքան մեծ էր, որ թորը տեղյակ էր, քաջատեղյակ էր, շատ լավ ընդունեց եւ ասեց գնացեք այս 7 դիվաններում Էջմիածնի անունը ջնջել տվեք, որպեսի ոչ մի անախորժություն չլինի հետագայում, նորից հարկահավաքներ չգան։ Իրա մոտ մի քանի հայ էր աշխատում։ Այդ հայերին կցեց, միասին գնացին այդ հարցը լուծեցին։ Բայց երկու հատ զուգահեռ կաթողիկոս հայտնվեց։ Ու իրանք սկսեցին Մովսեսի վրա աշխարհի հեքիաթները պատմել եւ իր անունը պղծել։ Երկար ժամանակ պահանջվեց, որպեսի այդ բամբասանքից ինքը ազատվեր, անունը մաքրեր։ Ես մոռացա ասել, որ այդ ժամանակ ինքը արդեն կաթողիկոս էր։ Մեր եկեղեցու գլխովը շատ բան ա անցել։ Բայց չպետք է մոռանանք ինչպես եւ ինչու է կառուցվել Էջմիածինը։ Քրիստոս իջել է ասել է սա իմ տունն ա լինելու, չէ՞։ Բայց Քրիստոսի տունն ա, այ ցինիկներ, այ անգրագետներ, դուք ուր եք գնացել, ուր եք խառնվում։ Գիտես ինչ, որպեսի մարդը այսպիսի բաներ անի, ինքը պետք է շատ ցինիկ լինի։ Ինքը ընդհանրապես արժեքներ չունենա։ Իր արժեքները ստամոքսից սկսած ու ներքև են, էտա։ Դրա համար մենք չպետք է հիասթափվենք, մենք միշտ պետք է իմանանք, որ հաղթելու ենք, ուրիշ բան, որ պետք է տոկուն լինենք, ու կեցեն են մարդիկ, որ գնացին Էջմիածին, այս խայտառակներին այդտեղից վտարեցին։ Հիմա Ու կուզեմ, այո, խնդրեմ, շարունակեք, ինձ թվաց ավարտեցիք։ ես վստահ եմ, որ այդ ոստիկանների մեջ էլ կարգին տղեկ կային։ Վստահ եմ։ Այդքան սրիկա չկա, այս երկրում։ Այս ազգի մեջ այդքան սրիկա չկա։ Բայց որտեղից, եկեք հիշենք ինչ կատարվեց, հա, այն պահին, երբ կաթողիկոսը աղոթք էր անում, ուղղակի կոտրում էին Լավ, Էջմիածնի քանի տաճարի հոգի, դուռը, ինչպես։ քանի հոգի էին ծեծողները։ Հա, 100, համաձայն եմ, փոքրաթիվ մարդիկ, ովքեր միջայլոց մի քիչ խմիչքի ազդեցության տակ էին, մի քիչ գուցե ինչ-որ այլ նյութերի ազդեցության տակ էին, այլ նյութերի, բացված հատկատ էին, այլ նյութերի, հա։ հա, Չէ, խմիչքի տակ չէին, իրանք սա բոլորն էլ բանը թմրեցուցիչ նյութերի տակ էին, իհարկե, անշուշտ։ հա, իդեպ Հոտնի։ նաև արդեն հետաքննական նյութեր են տարածվում, որ հա, եւ արևմտյան, հա, լրատվամիջոցներով են տարածվում, ամերիկյան հետաքննական նյութեր են տարածվում, որ Հայաստանի վարչապետը, նաև նրա կողքին ամուր կանգնած օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը զբաղվում են
Այո, թմրանյութերով, այդ Հո, վաճառքով, մանրավաճառությամբ մի խայտարակ նյութ է հրապարակվել այս օրերին եւ ես կուզեմ որ նաեւ մեր ժողովուրդը դրան տեղյակ լինի, որ մեծ գումարներ են վաստակում եւ այն որ տիկինլիա թմրանյութեր վաճառողների ձեռքը չեն բռնում երկրում, այդ թմրա բիզնեսը չի ավարտվում, հակառակը մեր երիտասարդությունը հայտնվել է դրա սարդոստայնում, հա, դա խոսում է այն մասին, որ վերևներից ուղղորդվում է եւ հենց վերևներից է հովանավորում այդ բիզնեսը։ ցանկացած բիզնես, հա, ուզում է զուգարանակ գոնք արտադրեն, ուզում է հագուստ արտադրեն, ուզում է տիեզերանավ արտադրեն, այդպիսի շահույթ չի բերում, ինչպես թմրանյութը, որը շատ պրիմիտիվ բան է։ Մի քանի քիմիական ռեակցիայի արդյունք է, ընդամենը։ Ֆենտանիլը քիմիական է, չէ՞, ինքը բնական Իհարկե։ հակում չունի։ Դրա համար պարզ է, որ աշխարհի տգետ ղեկավարները գնում են ձեռը գցում են դրա վրա։ Գրզոյի խելքը ինչքան է, որ ինքը ուրիշ բանով փող աշխատի։ Հա, սա երկիրը պատել է իր թուրքական ապրանքի խանութներով, բաներով, բայց թմրանյութից լավ բիզնես։ Ừm. Էս են, էս են։ Ու գիտես ինչ, իրանք շատ լավ թեկնածություն են նույն արևմուտքի համար, որովհետև շանտաժ է։ Ցանկացած պահին կարող են դեմները հանել, ասել, ես թմրանյութ ես վաճառում։ Խելոք մնա, մենք ինչ ասենք կանես։ Դե արդեն հրապարակումը տարածում են հենց արևմտյան լրատվամիջոցների կողմից։ Հայաստանյան չէ, էլի որ մեղադրեն ասեն, այ դուք երևի սրա կողմից եք սնվում, նրա կողմից եք սնվում, ինչպես արդեն սկսել են լրատվամիջոցներին թիրախավորել այս իշխանությունները ընտրությունների նախաշեմին, հենց տեսնում են լրատվամիջոցը լրագրողը իրենց համար ոչ հաճելի հարց է տալիս, միանգամից հարցնում են դու որտեղից ես ֆինանսավորվում։ Դե թող հիմա գնան հարցնեն արևմտյան կամ ամերիկյան այդ հետաքննություն իրականացրած լրատվամիջոցին, թե որտեղից է սնվում եւ բացահայտել է Փաշինյան եւ Սուքյասյան այդ խայտարակ գործարքի մասին մարմնավաճառությամբ են զբաղվում։ Մարմնավաճառներին վաճառելով են, մատուցելով են զբաղվում։ Ըստ այդ հոդվածի եմ ասում։ Տիկինլիա, այսպեսի խայտարակ պատկեր։ Իրանք թիղթ չունեն, նամուս չունեն, ոչ մի բան չունեն բացի փողից ու եւ ախորժակից։ Ոչ մի բան, Արմինե ջան։ Ես չեմ զարմանում։ Ես գրզոյից շատ վախուց եմ թիրախավորել։ Լևոնի ժամանակ ոնց բարձրացավ։ Քեզ չի զարմացնում, որ մեր օլիգարխները բոլորը գողական անուններ ունեն։ Լաֆիկ, գրզո, ոնց կարող է, եթե հարուստ մարդ ես, ուրեմն քո գիտելիքի, քո պայծառ մտքերի արդյունք է քո հարստությունը։ Իսկ եթե դու գողական անուն ունես, ուրեմն դու գող ես էությամբ։ Հմ, Ամոթել է։ հետաքրքիր դիտարկում արեցիք, դառնալով մեր եկեղեցուն դեկտեմբերի 18-ին, իդեպ Բաքրատ Սրբազանը եւ Արշակ Սրբազանը ԱԱԾ մեկուսարանից մի նամակ էին ուղղել, հայտարարություն էին արել եւ նշել էին, որ դեկտեմբերի 8-ը մեր նորագույն պատմության մեջ խայտարակ ու ամոթալի էջերից մեկն է լինելու, որովհետեւ Այո։ այդ քստմնելի արշավողների առաջին շարքերից գնում էին տիրադավությամբ իրենց ճակատը որպես աղվեսադրոշ դաջած դերևս բարձրաստիճան հոգևորականները, ես ընթերցում եմ այդ հատվածը, որոնք ոստիկանական շարքերի հետևում էին ծվարել շփոթված, շվարած հայացքներով եւ գիտեն, որ շեշտում էին մեր սրբազանները, որ կարճ ժամանակ հետո իրենց եւս զոհաբերելու է այս իշխանությունը։ Եվ սրա հետ զուգահեռ Տիկին Լիա նաև նրանք նկատել էին շատ կարևոր հանգամանք մեր ժողովրդին, հավատավոր ժողովրդի ներկայությունը եւ պաշտպանությունը իր եկեղեցուն եւ իր կաթողիկոսին եւ Այո, սեր առ այո։ հոգևորականներ, սեր առ վեհապար։ Այս դրվագին կխնդրեմ անդրադառնաք ձեր որպես մտավորական դիրքորոշումը եւ դիտարկումը ներկայացնեք։ Եթե կինը հավատացյալ չի, ինքը վտանգավոր էակ է։ Ինքը ոչ կին է, ոչ էլ մարդ է։ Կինը պետք է հավատացյալ լինի, որովհետև իր արգանդը դա եկեղեցի է, ապակա երեխայի համար, այնտեղ է մեծանում պտուղը։ Իր ամբեն խոսքը, իր նորածինին, մեծացող երեխային, կինը պետք է հավատացյալ լինի, և սովորաբար մեզանում այդպես է։ Եթե իհարկե հատուկ գործակալներ չեն, օրինակ
կներես ես մի քիչ շեղվեմ, հա, Արմինե։ ասեք, խնդրեմ, Ա, Սորոսի որդին, Սորոսը արդեն 93 անց է, եւ գործերը հանձնել է որդուն։ Էն ասում է, այլևս կարիք չկա բացհասարակություն կազմակերպությունները ընդլայնել։ Մենք պետք է զարկ տանք աղանդների։ Աղանդները շատ ավելի զորեղ գործիք են, քան այդ ֆեմինիստական եւ այլ կազմակերպությունները, որոնք արդեն սաղմարտկությանը հայտնի է, ինչ են եւ զբաղվել են։ Աղանդները շատ մեծ թափ են առել։ Մեր աչքի առաջ YouTube-յան ալիքներից մեկում երկու կին 9 հաղորդում իրար հետևից կատարեցին եւ աղանդ ստեղծեցին, որտեղ ասում էին, որ Քրիստոսը Քրիստոս չի Հուդա է, Հուդան Հուդա չի Քրիստոս է։ Սաղ է, խելքը խառնեցին իրար, ստեղծվեց աղանդ։ Դա մեր կանայք էլ միամիտ են։ Նոր բան են լսե, հետաքրքիր է, վաղը ինքը կգնա Վարդուշին, Մանուշին, Հեղուշին կպատմի, կասի, բա աղջի չգիտեր, դե իմացի։ Աղանդները շատացել են, աղանդները շատ ագրեսիվ են, որովհետև իրանք խիղճ չունեն, իրանք փողոցում կանգնած քարոզում են, չէ, բան են բաժանում, հարիվ են բռնում, որ շահագրգռեն եւ այլն։ Այդպես որ օրինակ Ռուսաստանը աղանդները արգելել է, աղանդների գործունեությունը, ու շատ ճիշտ է արել։ Որքան գիտեմ Վրաստանն էլ է արգելել, են իրենց կաթողիկոսը մարդը կիսամեռ է, հազիվ բազկաթոռում նստած վիճակում, բայց չկա ինքը։ Մեկը ծպտուն չի հանում, թե նոր Վրաստան, նոր Հայրապետ, չեն ասում։ Իհարկե, հակառակը մեծ հարգանք։ Քիչ առաջ տարածվում էր կներեք, ընդհատեցի, այս պահ ուղղակի շատ տպավորված եմ, որովհետև Վրաստանի վարչապետի այցը տարիքով մեծ իրենց կաթողիկոսին, պատրիարքին եւ մեծագույն հարգանքը, ուղղակի, չգիտեմ, Դա գնահատականի արժանի է քաղաքական նման իշխանությունը։ Իսկ ինչ է կատարվում մեր մոտ։ Լավ, շարունակեք, չեմ ուզում Արմինե ընդհատել ջան, ձեզ սա խոսքը։ քաղաքականություն է, այս տղան շատ ճիշտ քաղաքականություն է վարում, ինքն էլ իրանով չի, Իվանիշվիլի դրածոն է, բայց ճիշտ քաղաքականություն է վարում։ Ու իրենց նախագահն ֆուտբոլիստ է, չի, տասնամյա կրթությունով։ Ընդունել է Սերբիայի նախագահին Բուչիչին, ասում է, դե Եվրոպան արդեն են չի։ Մեր այն Եվրոպան, որի մշակույթի մեջ մենք այդքան ներդրում ունենք, վրացին ներդրում ունի Եվրոպայում, իր երկրում չունի։ Բայց մարդիկ կեցված կունեն։ Այո։ Իսկ մենք ունենք ասելու բան, բայց դարել ենք թուրքի ճորտ։ Չէ, մենք Ինչ ասես։ ոչնչացնում ենք մեր ունեցածը։ Սա է խնդիրը։ Շարունակեք, Չի ստացվի, Արմինե ջան, հոգուտ մատաղ չի ստացվի։ Ես վստահ եմ, որ չի ստացվի։ Ուղղակի մենք պետք է դառնանք բռունցք, պետք է կայուն լինենք, չաղաղակենք, չլացենք, ուղղակի պետք է իմանանք։ Սա մեր հավատքն է, քրիստոնեությունը։ Մենք կանգնած ենք ակունքին, սա մեր պետականության ակունքն է։ Ու չպետք է թույլ տանք, որ որևէ մի արարած բացի։ Սա այո, կարևոր բան է։ Տիկին Լիա, տեսեք իմ ձեռքի տակ այս գիրքն է։ Խոհեր, հատվածներ Գարեգին երկրորդ կաթողիկոսի, ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակներից, հոդվածներից, իր Ահա, օրհնության խոսքերից, պատարագներից։ Եվ ես ձեր թույլտվությամբ մի կարճ հատված։ ահա, Արարատը մեր ժայռացած ինքնությունն է, խորհրդանիշը մեր հայրենիքի եւ արդար դատին, իսկ Սուրբ Էջմիածինը խորին խորհուրդը մեր լինելիության։ Ինչու հենց հատուկ Արարատի հատվածը եւ այսպես հատուկ նշված է տարբեր Աստծո մասին է խոսում, Արարատի մասին, Սուրբ Էջմիածնի տարբեր Արցախի մասին հատուկ էջ կա։ Ինչու են թիրախավորել մեր կաթողիկոսին։ Եկեք հասկանանք, հա միասին։ հայրենասերը, իսկական Վերջացավ։ կաթողիկոսը։ Դուք տվեցիք Մա- մա- պատասխան։ Ու գիտես, իրա կայուն լինելու մեջ ես տեսնում եմ նաև մի լրացուցիչ հանգամանք։ Այն, որ ինքը աբարանցի է, դա հրաշալի է։ Կողի աբարանցին կանգնելը ոչ մի սրիկա չի կարողանա բան անել։ Սա կարևոր է շատ։ Ճիշտ է։
բան էր 90, չէ, 87 թվականին մենք նկարվում էինք ֆիլմը «Մեր եկեղեցին եւ մենք» իմ ընկերությունն։ Ուրեմն գնացինք Վազգեն Վեհափարից, ես պետք է ինքս հարցազրույց վերցնեի։ Հիմա գնալուց տանը ասում եմ, ինչա, ես պետք է իրա ձեռը պաչեմ, ես այն ժամանակ ուրիշ էի։ Գնացինք, ինքը իմ հետ շրջեց Էջմիածնով մեկ։ Ցույց տվեց ամեն սենյակ, ամեն բան, գրադարանը, գրքերը, դուրս եկանք պատշգամբ, այդտեղ սեղանի վրա ցորեն էր փռած, չորացնելու։ Տան մարդը ոնց կանի, այդ ցորենը իրար տվեց, ինչպես անում ենք, հա, երբ որ չորացնում ենք։ Ու երբ որ զրուցում էինք, ես տեսա մի հատ սուրբ։ Ես պատրաստ չէի նման մարդու հանդիպել։ Ու երբ որ ավարտեցինք մեր հարցազրույցը, ես խնդրեցի, որ աչի տա ես համբուրեմ։ Իսկ ես փոքրուց տանը լսում էի, պապայի ընկերներն էին գալի, մամայի ընկերուհիները, բա կոմկուսի համար մեկ տոմսը իրա գրպանն է, ես իմ էսա, էնա, Զինայդը Պալլի, ես իմ Լուսինե Զաքարյան, ինչ ասես բանը, բամբասում էին։ Ես իմ տանը լսել եմ, դրանով մեծացել եմ, բայց ես իմ աչքով տեսա, որ այդ մարդը սուրբ էր։ Սա շատ կարևոր է, որ մենք բամբասանքներին կուլ չգնանք, որ մենք տեսնենք, գիտես ինչպես ծառը ճանաչում են պտուղով, այդպես էլ մարդու պետք է ճանաչենք իր գործով։ Ճիշտ եք։ Մենք Էջմիածինը այսպիսի զարդարված վիճակում տեսած կանք։ Նախանձում էի ես, որ Պարսկաստանում կա այսպիսի շքեղ հայկական եկեղեցի, մերը այսպես չի։ Դες ինչ արեց։ Ինչ արեց։ Ու նույնը եղբայրը իմիջայլոց։ Այո, մեծ գործ են անում, երկուսը միասին մեծ գործ են անում հայ ժողովրդի համար։ Հայկական դպրոցներ բացեց, ինչը չկար, անընդհատ մենք դժգոհում էինք, որ Ռուսաստան, այդ Ռուսաստանն է, այսքան հայագիտական կենտրոններ կային, Լազարյան ճեմարանը եւ այլն, հիմա չկա։ Այն մարդը, տարին երկու դպրոց է բացում, 3 կենտրոն է բացում։ Դե լավ էլի մի քիչ օբյեկտիվ եղեք, բամբասանքը շատ հավես բան է իհարկե, շատ քաղցր բան է, բայց դրանից մի քիչ բարձրացրեք։ Շատ կարևոր բան եք ասում, այո, մանավանդ հիմա Տիկին Լիա զարուրելի բամբասանք է տարածվում եւ Գարեգին երկրորդ կաթողիկոսի ամենայն հայոց կաթողիկոսի իմիջիայլոց մենք այդ ամենայն հայոց բառն էլ կարծես չենք ընկալում։ Գարեգին երկրորդը 10 միլիոն հայերի կաթողիկոսն է։ Իսկ այս քպեական խմբակը եկել է եւ իր սմբակներով փաստորեն ուզում է տրորել այդ արժե համակարգը, այդ հարստությունը մեր։ Եվ հիմա հա, եթե ասելիք ունեք, խնդրեմ ասեք, հետո կշարունակենք համբերից։ Իրանք մենակ չեն։ Ես երեք տանը նայեցի նոր ֆիլմ, որը Կաննի փառատոնի անցյալ տարվա մրցանակակիրն է։ Կոչվում է Անորը։ Անորը։ Ֆիլմի առաջի կեսը պորնո է։ Երկրորդ կեսը ուրեմն այն մի հատ ռուս օլիգարխի լակոտը գնում է արտասահման, այդտեղ մի հատ պորնո դերասանուհու հետ կապնվում է եւ այլն, ծնողները իմանում են, ուզում են հետո հորմը անել, որտեվ ամուսնացել է դրա հետ։ Սկսվում է այդ բանը ինչից։ Հայ տերտերը եկեղեցիում երեխա է կնքում։ Երբ որ զանգը գալիս է իր օլիգարխ շեֆից ռուս, երեխուն տալիս է ուրիշի ձեռը, ինքը հեռախոսը վերցնում է, միշտ պատրաստ բանով, ձևով, շորերը հանում է, դուրս է գալի եկեղեցուց։ Ու ինքը եւ իր ընկերը այդ ռուսական օլիգարխի ճորտն են եւ ամեն ինչ անում են, որպեսզի այդ ամուսնությունը խաթարվի։ Ու հայրեն իրար հետ խոսում են անընդհատ, ոնց որ ամերիկյան ֆիլմերում իտալացուն ցույց են տալիս մաֆիոզ, սրանք հային են ցույց տալիս, բայց այդ մաֆիոզներից մեկը տերտերը։ Հասկանալի է։ Այսինքն ես ուզում եմ ասել, այս համակարգը
Գրզոմրծով իրանցով չեն։ Ահա։ Կա դրսի գրզոների գործ։ Ու կհլականների փառատոնի մրցանակ են ստանում նման սրիկայության համար։ Հա, մենք գիտենք, Անարժան, գիտենք, անարժան։ գիտենք ինչ սկզբունքով են հոլիվուդյան այ ֆիլմերը բնականաբար, հա, Ես չգիտեմ, Հոլիվուդը ստեղծվում, ինչ քաղաքական նպատակներ են, երբ որ պետք է Իրանին հարվածել, Իրանին ոչնչացնող ֆիլմեր են հանում, երբ որ հիմա պետք է հայ եկեղեցին ոչնչացնեն, հայ եկեղեցու հոգևորականին վարկաբեկող ֆիլմեր կհանեն, դա էլի Ղալաթ են հասկանալի է։ անում։ Ղալաթ են անում։ Պետք է մի հատ միանալ նամակներ գրել, ես ինչ եք անում։ Ինչ իրավունքով։ Այո։ Սրիկան է։ Ձեր ռաբիների մասին է մի հատ կինո նկարեք, ես մի տեսնեմ։ Ահա։ Դե իսկապես ճիշտ հարց եք բարձրացնում, հիմա մենք պետք է նաև գուցե իսկապես նամակներ պետք է գրել եւ բողոքի ակցիայի պես իրականացնել։ Այո, Ախր այո, ախր ես ցավով պիտի արձանագրեմ, հիմա հարցս կիսատ մնաց, բայց մեր մտավորականության այդ ուժեղ ձերքը, ուժեղ գործն էլ չեմ տեսնում, էլի։ Տիկինյա, էս այդ մի ողբերգություն է, որի առաջ մենք կանգնած ենք։ ողբերգություն է, չի։ Սա օրինաչափ բան է։ Ա, Եթե որ սեղանի տակ են մտնում, վախենում են օրինաչափ է, չէ, թե չէ, ատում են Արմինե այս իշխանությանը, բայց վախենում են խոսել, գրողներ, նկարիչներ, չգիտեմ, Արմինե ջան, բա ում են նշանակե գրողների начальник։ դե, այո, Բա հա համաձայն եմ։ արված, չէ։ Ամեն ստեղծագործական միության գլխին կանգնած է մի խոնար մարդ։ Հմ։ Հիշում Բա եք ինչ է։ Տիկնիկային թատրոնի վաստակավոր արտիստ կոչվող Ռուբեն Բաբայանի ցինիկ հայտարարություն, հետո ասեց դե ես կատակ եմ արել։ Հիշում եք, չէ՞։ Հանրայինի եթերում ասում էր ճիպոտահարենք Միքայել Սրբազանին, ոչ թե ասենք 2 տարի Լսի, տակ։ բանա, Այս մարդիկ են։ դա ջհուդական բանն է։ Խոխմա բառը դա է նշանակում։ Երբ որ դու ասում ես ճիշտը, բայց դու ասում ես սակատակ էր։ Հմ։ Սա մաքուր ջհուդական տեխնոլոգիա է։ Հիմա Ռուբիկը եթե դառել է, թելպատվել է, եթե կամ ուրիշ բան ա արել, ես իրան ողջունում եմ։ Դե ինքը միշտ է եղել օրինակ Սորոսից գումարներ ստացող մեր այդ մտավորականներից մեկն է, այսպես կոչված մտավորական, Արի հետո ուրիշ եզրույթը բաներ էլ փոխենք, էին հա։ ասում։ Հմ, Արի եզրույթը փոխենք, մտավորական չասենք։ հասկացա, Դերասանը, միանշում եմ, համաձայն եմ։ դերասանը կարող է լինել մտավորական։ Կարող է այնքան բարձրանալ, մեծանալ, որ դառնա դերասան, հա։ Հրանտ Թոխացյանը, Վարդան Պետրոսյանը, շատ նու բանը Խորեն Լևոնյանը եւ այլն։ Բայց ամեն դերասան չի կարող լինել մտավորական, այ հոգուտ մատա։ Մեջները հազար հատ ծաղրացու կա, որոնք ընդհանրապես սկզբունքներ Համաձայն չունեն, եմ։ Այո։ իրագիտություն չունեն։ Շատ լավ։ Տիկին դի ամեն դեպքում ես այդ վարկաբեկման քարոզարշավը, որ սկսվել է մեր կաթողիկոսի դեմ, դրան կուզեմ անդրադառնալ, էլի։ Տեսեք, փորփրում են անընդհատ զարուրելի փաստեր ցանկացած հոգևորականի հետ կապված, տեսանք Արշակ Սրբազանի հետ կապված ինչ խայտարակ տեսանյութեր սարքեցին, պտտեցին, հիմա էլ թե իբր ինչ որ Նոր Հայաստան, Նոր Հայրապետ կոչվող այդ աղանդավորական շարժման ներկայացուցիչներից մեկի գրպանը իբր թմրանյութ է գցել 7 տարի առաջվա տեղի ունեցած թե տեղի չունեցած փաստեր են ջրի մեջ երես հանում։ Հիմա էլ թե Ասեք, կաթողիկոսը սրանք ասեն ծննդատան հարցերը չի բարձրացվել դեռ, չէ՞։ Օրինակ չլսեցի։ ծննդատան հարցերը դեռ չեն բարձրացնում, գրզոն որտեղ ա ծնվել, ոնց ա ծնվել, չէ։ Այդպիսի հարցեր չկան։ Եթե վաղեմություն չունի ցանկացած տվյալ, ուրեմն կարելի է գնալ հասնել բանը, ծնունդին։ Դե իրենք հասնում են, ԽՍՀՄ տարիներ են հասել օրինակ եւ մեջտեղ են բերել թե իբր կաթողիկոսը ԽՍՀՄ KGB-ի անդամ է իր եղբայրը Եզրա Սրբազանը եւս ինչ որ փաստաթղթեր է ԱԱԾ-ն շրջանառում պետանվտանգության կոմիտեի հետ կապեր են ունեցել։ Ես կխնդրեմ այս խայտարակ Արմինե քարոզչության ջան, մասին ասեք, հա։ ես շրջանավարտ եմ մի ֆակուլտետի, որը արտաքին աշխարհին էր ուղղված, հա, արևելագիտության ֆակուլտետ։ Այո։ Սովետի ժամանակ եմ սովորել։ Երրորդ կուրսից մենք արդեն գիտենք, մի հատ մայոր գալիս էր եւ հավաքագրում էր խելացի տղաներին, ովքեր որ լավ էին սովորում։ Ու մենք գիտեինք, որ ինքը Լևոնին էլ հավաքագրի ժամանակին, մեր ֆակուլտետի շրջանավարտներ։ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին է ձեր խոսքը։ Այո, 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 այո։ Ա, Բայց այն ժամանակ KGB-ի իմաստը այն էր, որ չդառնաս
երկրի դավաճան, Ահա։ ոչ թե ազգի, այլ երկրի։ Որովհետև մեր տղաները գնում էին արտասահմանում աշխատում էին։ Եթե արտասահման գնում ես, դու պետք է բան լինես։ Ինձ արգելել էին դուրս գալ երկրից։ Դասախոսությունների ժամանակ ավել պակաս խոսում էի, ոնց որ հիմա, իմ ընկերները գրել էին։ Էսա ասես Ալժինիցինի նա գովե, ես իմիջա արել, անել բանը չափուսահման չուներ, արգելեցին։ Ծանոթով մոր քուրիս ամուսինը խնդրեց իր պատերազմի ընկերոջը եւ այլն, ինձ ընդունեց KGB-ի պետի տեղակալը։ Գնացել եմ, ուրեմն ոնց որ գիտես, այս մարդը անընդհատ կյանքիս մեջ լիներ։ Այս դասին էս ասել։ Այս օրը, երբ որ գնացել եք ընկերներով սրճարան, էս ասել։ Էն էս ասել, թող անգավ ջանս։ Ասեց Լիա, ես տեսնում եմ դու խելացի զարգացած աղջիկ ես նամուսով, բայց ես քեզ զգուշացնում եմ։ Դու կգնաս օտար երկիր, որտեղ էլ ավելի օտար երկրների լրտեսներ կան։ Մեր երկրի դրոշը բարձր կպահես։ Ահա։ Ես այդտեղից դուրս եկա, որ գնամ մորաքրոջս ամուսնում պատմեմ, էլի, որ ինքն էլ իր ընկերոջը զեկուցի։ Շատ մոտիկ էր։ KGB-ն իրանց տնից։ Ես երևի մի կես ժամ դողացով ոտներով, իսկ ես դողով աղջիկ էի, դողացով ոտներով հասիվ գնացել հասել եմ։ Ու երբ որ նամակ էի գրում, միշտ մերոց գրում էի, որ ասեք, որ դրոշը բարձր եմ պահում։ Որ քուրիս ասեք, դրոշը բարձր եմ պահում։ Ապրեք դուք, այսինքն ի՞նչն է եղել հիմա նպատակը։ Մեր կաթողիկոսները բոլորն էլ եղել են գուցե թե այդպետ անվտանգության կոմիտեի հետ կապեր են ունեցել, ինչպես Հայաստանի եւ 15 հանրապետությունների բոլոր ղեկավարները։ Խորհրդային ժամանակներն այդպես էին, բայց այդ կապը եղել է իշա ի նպաստ երկրի մեջ։ Սա Ես պետք է քեզ ավելին ասեմ, երբ արձանագրենք։ որ սարքում էին ատոմային ռումբը սովետին, հա, եւ առաջավոր զենքերը, երբ որ մի ժամանակ կար, որ բողոքում էին շարաշկաներ էին սարքես, աղգիտնականներին, բան էին արել, բանտերն էին կողել, ոչ, սանատորիա էր։ Ու մի բացառությամբ դարպասը փակ էր, որ չկարողանան այդ իրանց գիտական հետազոտությունների արդյունքները վաճառել դուրս։ Հասկանալի է։ Էդ էր։ Իսկ իրանք բոլորը, մեր բոլոր գիտնականները, ռուսերներ, հայերներ, ջհուդներ ստորագրում էին, որ ես երդվում եմ մեր գաղտնիքները, մեր գյուտերը ոչ մեկին չհանձնել, չհրապարակել։ Ահա։ Սա երկրի կանոնակարգն էր։ Քոնը պահում ես երկրիդ մեջ։ Քոնը ծառայեցնում ես երկրիդ եւ ազգիդ։ Այո։ Դա շատ կարևոր է։ Ես շատ ափսոսում եմ, որ հիմա դա չկա եւ մենք ծառայեցնում ենք Թուրքին։ Մեր գյոզալ ազգը, մեր գյոզալ երկիրը։ Տղեկը պատմում են, որ տեղ կա, որ մեր զինծառայողը մեր բանա կանգնում է իրեն խուզարկում է թուրքը։ Հետո գնում է պոստեր, ես բան է լինում։ Այո, սահմանին կա նման իրավիճակ։ Պատմում են հենց ականատես մարդիկ, ռազմական ոլորտի մարդիկ։ Փաստ է դա։ Հիմա Տիկին Լիա ջան, փաստորեն այս կեղծիքը ջրի երես են հանվել, իրականում այսինքն կեղծ, գիտեք ինչ, ստեղծվել է ուղղակի սա, որ เป զի վարկաբեկեն մեր կաթողիկոսին, վարկաբեկեն նրա եղբորը, նրանց ազգային ազգանվեր գործը այլ կերպ ներկայացնեն։ Իսկ կաթողիկոս այսօր այն մարդն է, բոլորս գիտենք, չէ՞, Արցախի մասին այս մարդիկ լռել են, Արցախի մասին խոսում է միայն ամենայն հայոց կաթողիկոսը։ Գերիների մասին սրանք լռել են, խոսում է միայն ամենայն հայոց կաթողիկոսը։ Այսինքն մենք հստակ մեր ժողովուրդը պիտի գիտակցի էլի ի վերջո, պիտի գիտակցի, որ ինչ է կատարվում իր սրբությունների հետ։ Այս գիտակցումը կա, դուք դա տեսնում եք։ Հանրային եթերի, հանրային հեռուստատեսության եթերի ինֆորմացիայի տակ մնացած ժողովուրդ ենք դարել։ Ես անկեղծ ասեմ, հեռուստատեսություն չեմ նայում։ Դե դուք չեք նայում, բայց շրջանները մարզերում գիտեք ինչ է կատարվում։ Իրանց հետ պետք է աշխատել։ Ես զարմանում եմ մեր կուսակցությունների վրա,
որոնք մեծ-մեծ խոսում են, երբ որ առիթ կա, Հա։ իրանց մեծարելու, բայց ոչ մի ազգային քարոզչություն, ոչ մի ազգային աշխատանք չեն կատարում։ Իրանք պարտավոր են գնալ գյուղերը, մարզերը, որտեղ նույնպես աղանդավորները մարզպետարանում են արդեն նստած քարոզչություն անում։ Բազմազավակ ընտանիքներին ասում են, եկեք դառեք մեր բանը անդամները, որպեսզի օգնություն ստանաք երեխաների համար։ Այս ձևա, այս լավա հիշեցի բաղը կզանգեմ մարզպետարան։ Չի կարելի տենց բաներ անել։ Շատ գիտես իներտ են։ Իրանց, երբ որ հարցազրույց են վերցնում, իրանց լավ են ցույց տալիս, բայց մատը մատին չեն խփում, որպեսզի երկիրը, ազգը մի քիչ ոտի կանգնի, մի քիչ շունչ առնի։ Տիկին Լիա, դուք մասնագիտությամբ միջազգայնագետ եք, մեր շատ սիրելի հարգված Ես արևելագետ եմ, ես արևելագետ եմ։ Արաբերենի, պարսկերենի եւ արևելյան լեզուների եւ պատմությունների մասնագետ։ Բայց հրաշալի է, հրաշալի է եւ ամեն դեպքում ես ձեզ կարող եմ նաեւ արտաքին քաղաքականության հետ կապված էլ հարցնել, այո, որովհետեւ ուզում եմ հասկանալ, այս ինչ քաղաքականություն է վարվում, մարդիկ ասում են ՔՊ-ականները ասում են մենք բալանսավորված քաղաքականություն ենք վարում, բոլորի հետ փորձում ենք ճիշտ աշխատել, բայց ամենակարևորը որ մեր հարևանների հետ շատ լավ հարաբերությունների մեջ լինենք։ Հարևաններն էլ Թուրքիան եւ Ադրբեջանն են։ Հիմա ասում են մեր հայացքն էլ ուղղված է դեպի Եվրամիություն, մեր ապագան այնտեղ ենք տեսնում, բայց այսօր օրակարգային հարց չէ ԵԱՏՄ-ից դուրս գալը։ Ռուսաստանից մենք հստակ լսում ենք, Օվերչուկը վերջերս փոխվարչապետը հայտարարեց, չի կարելի վարել մի քաղաքականություն, որտեղ, ասենք, երկու աթոռի վրա նստած ես, հա, պարզե հետևանքները ինչ են լինելու։ Իրանը դժգոհում է, ասում է, այդ անունը դրում եք Թրամփի ուղի, բայց դա իրականում Զանգեզուրի միջանցք կոչվածն է, որին մենք դեմ ենք, որովհետև տարածաշրջանում քարտեզ է փոխվում։ Ինչ է կատարվում արտաքին քաղաքականության առումով մտահոգություններ չունեք, հա, իմիջիայլոց երեկվանից էլ նավթային ռեսուրսներ են գնում Ադրբեջանից, մի երկիր, որը իրականում ինքը վերամշակող է, տարբեր երկրներից վերցնում է, գուցեև հենց Ռուսաստանից, վերամշակում տալիս է մեզ եւ գներն է թանկ լինելու եւ այլն եւ այլն։ Իհարկե հասկանում ենք, սա քաղաքականություն է։ Ձեր կարծիքը։ գիտես ինչ, երբ որ այդտեղ բանը տեղեր կան, որտեղ կուտակված են անբարո աղջիկները, որոնք իրանց մարմնով փող են աշխատում։ Իրանք ասում են, որ մենք բոլորի հետ լավ ենք։ Մենք ոչ մի քաղաքական սկզբունքներ չունենք, մեզ կարևորը մեր բարեկեցությունն է։ Տանը երեխա ունեմ, պետք է հաց տամ իրան, ես ֆիզիկոս չեմ, ես բանասեր չեմ, ես էլ սենց եմ փող աշխատում։ Հիմա շատ նման է մեր քաղաքականությունը։ Մեր ՔՊ-ականները, որոնցից մի մասն էլ է նման անցյալ ունի, բնական է, որ այդպես են խոսում։ Ես կարոտ եմ այն մարդկանց իշխանության մեջ ազգային ժողովի աթոռներին նստած, որոնք մեծ-մեծ խոսում են, բայց երբեք ազգային շահը չեն հետապնդում։ Չի կարելի այդպես։ Իրանք կարծում են, որ բարոյական կյանքով են ապրում։ Ոչ, դա անբարոյական կյանք է։ Եթե դու զբաղեցնելով ինչ-որ կուսակցության առաջնորդի եւ ազգային ժողովի падգամավորի աթոռը ձեռնուն այն ես, ձայն չես հանում հոգուտ քո ազգի, դու շատ մեծ հանցագործ ես, հանցագործ, որովհետև դու պարտավոր ես, դու զբաղեցնում ես այն տեղը, որտեղ պետք է լինի մարդը, որ կպաշտպանի իր ազգը, իր պետությունը, ամոթ չի ամեն տեղից վերկացողը Հայաստանին դաս է տալիս դրսից, իրանք ով են, իրանք ուր էին, երբ որ Հայաստան կար, Են էլ ինչպիսի Հայաստան, որովհետև Հայաստանը հայրենասեր մարդկանց ձեռքում էր, ոչ թե կոմպիլատիվ ամեն տեսակի խուժանների հետ ընկերություն անող։ Ամոթ չի Թուրքի հետ դուք ոնց ենք ընկերություն անում, դուք զզվել չունեք։ Արմինե ջան, գիտես ինչ, ես կարող եմ շատ հանգիստ լինել որոշ հարցերում, ասենք թե երբ որ ինձ են վիրավորում, բայց երբ որ ազգս են վիրավորում, երկիրս են վիրավորում, ես շատ եմ զայրանում։
Какой-нибудь, չգիտեմ, վրացի, բուլղարացի, չգիտեմ, կամ ֆրանսիացի մեզ նկատողություն է անում։ Այդտեղ երկու տղամարդ նստած իրենց մարդու կնիկի դեր են կատարում որպես նախագահ եւ առաջի տիկին։ Ու մեզ դաս են տալ, իրանք ով են։ Մ. Դե դա մեր ղեկավարության քաղաքականության հետևանք է, որովհետև վարվում է ոչ հայկական, այո, դուք շատ ճիշտ ասացիք, օտարի շահերից բխող քաղաքականություն։ Հիմա այս մարդիկ քանի տարի է ճգնում են ասեն, որ թուրքը պուպուշ է, թուրքը Դե շատ լավն է, ասեք, դե ցեղասպան ասեք։ թուրքը Ես այլևս ցեղասպան չէ, օրինակ։ Ցա վտանեմ, դե ես վստահ եմ, որ յուրաքանչյուրս, երբ որ հանդիպում ենք մեր առաջի դասարանի ընկերներին, տեսնում ենք, որ նույն մարդն է մնացել։ Նույն կատակասերը, նույն չարաճճին, նույն ստլիկը կամ հազար ու մի բան։ Մարդը ինչպիսին որ ծնվել է, այդպիսինն էլ մնում է։ Եթե կազմակերպիչ էր առաջի դասարանում, հիմա էլ հաստատ ինչ-որ բան կազմակերպել է, կամ արտադրության ցեխ, կամ գողական բան խումբ։ Կազմակերպիչ է։ Մ. Ազգերը չեն փոխվում։ Ազգը մնում է նույնը։ Հույսս է նա, որ մեր ազգը մնացել է նույնը։ Եվ թուրքը մնացել է նույնը, նույն խուժան անգրագետ տափակը։ Դրա համար Դե- թող ոչ ոք չհամոզի մեզ։ Թող չհամոզի ոչ ոք։ Թուրքը չի փոխվի։ Դար է դար, վերցրու բոլոր դարերի հա 15 դարից են հայտնվել։ Բոլոր հեղինակներին կարդա, բոլորը ունիսոնով ոնց որ նույն վարքյանին նույն բանը ասած լինեն Թուրքի մասին։ Մեծագույն հանճարները աշխարհի։ Այո, Որտեղ թուրք է, այստեղից թուրք է։ անցել է թուրքը, հայտնի խոսքը Բայրոնի, օրինակ։ Այո, Տիկին Լիա, բայց այսօր այդ թուրքը խաղաղության, այսպես իբր դրոշն է ծածանում, Ուզում է խաղաղություն Հայաստանի խաղաղություն, հետ, թող Ղարաբաղը հետ տա ու գերիները խաղաղություն։ բա, այո, գերիներին էլ ասաց, Ղարաբաղը, գերիները, ամեն ինչը թող հետա ու ասի խաղաղություն։ Ես կհավատամ, որ ինքը խաղաղասեր է։ Վերցրել ես մեզ գողություն ես արի հիմա ասում ես խաղաղություն, այ քեզ բան։ Այդ ցանկացած գողը, որ գալիս է բնակարան է տանում, հիմա դատարանում իրան եթե բռնեն, ինքը կասի ես դες ներում եմ։ Ինքը կասի։ Հիմա հա, նույնը բայց թույլ տեսեք, այդպես չեն ասում այս իշխանությունները, ինչ դուք ասացիք, այո, տվեք Արցախը, հետ վերադարձրեք մեր հայրենիքը 4000-ամյա, հետ բերեք մեր գերիներին, ռազմագերիներին, որոնք իրենց հայրենիքի պաշտպանության համար են այսօր մեղադրվում Բաքվի բանտերում, կեղտոտ շինծու գործեր են կարվում իրենց դեմ։ Դա չի ասում այս իշխանությունը։ Այս իշխանությունն ասում է Արցախ չունենք, Արցախը ադրբեջանական է, երբ է եղել հայկական, գերիներն էլ թող գնան պատասխան տան։ Իրենցով է ասել, որ գնան քիթը մտցնեն ուրիշ երկրի ներքին Արմինը մի գործերի մեջ։ կրկնի, ես զայրանում եմ, Ինչ մի ասեմ, երբ կրկնի, իրենք որը են մեր ղեկավարները, Տիկին Լիա, ինչ իրանք ասեմ։ ղեկավարները չեն։ Իրանք այդտեղ պաշտոնավարում են։ Հասկանալի է, Գիտես, եւ հիմա գիտես, պատմության դատարանը շատ սարսափելի դատարան է։ մ, Աստծո դատարանը շատ մեծ է։ Թող ոչ մեկը հույս չունենա, որ կխուսանավի։ Ոչ մի Կանադայում առած դղյակ, ոչ մի Լոս Անջելեսի խորքերում գնված տարածություն չի փրկի սրանց, չի փրկի։ Այս փողը աշխատում են, որ իրենց լակոտներին պահել, հենց լակոտների մահնել կտեսնեն։ Որովհետև դա, գիտես, շատ հետաքրքիր է, թե մաֆիան, թե Աստված նույն բանով է գործում։ Պատժում է ամենասիրիլիի մահով։ մ, Հիշում ես մ, Կորլեոնեն, աչքի լույսն էր, չէ՞ իր աղջիկը։ Այսքան մարդ սպանել տվեց, այսքան գողություն արեց, ինչ ասես արեց։ Վերջում աղջկան իր աչքի առաջ սպանեցին։ Այդպես է։ Այդպես է, դա անողոք տրամաբանություն է վրեժխնդրության։ մ, Իսկ Աստծո դեպքում ոչ թե վրեժխնդրություն է, այլ ուղղակի դաս է։ Բոլոր կենդանի մնացածներին, բոլորին դաս։
Արդար դատաստան։ Այո, եթե հայ եկեղեցու դեմ դուրս եկողները, մեր սուրբ եկեղեցու դեմ, մեր վեհափարի դեմ, մեր արդար եւ սուրբ հոգեվորականների դեմ, խոսքս են տիրադավերի մասին չի, չէ եպիսկոպոսների մասին չի, որոնք դարձել են այս իշխանության գործիքը, ապա մեր սուրբ եկեղեցու դեմ դուրս եկածները պատժվելու են Աստծո կողմից եւ այդ դատաստանի գուցե ականատեսը մենք Դրա կլինենք։ համար են պլան ծխում սրանք։ Դրա Ահա, համար են նարկոտիկ օգտագործում, որովհետև վախում են սթափ մնալ։ Այն վարկյանին, երբ որ սթափ մնան, իրանք կգիտակցեն, թե ինչ են անում։ սարսափելի քայլերի են դիմում։ Այո, Տիկին Լիամ, որպես մեր հարցազրույցի ավարտ, ուզում եմ այսպես հասկանանք, հա, մի քանի այսպես կետերով հասկանանք, ինչ կկատարվի Հայաստանի հետ, եթե հանկարծ 2026 թվականին մեր ժողովուրդը որոշի, որ նորից պիտի գնա այս մարդկանց վերընտրի, որովհետև այս ուղղությամբ շատ մեծ աշխատանք է արվում, զարուրերի քարոզչություն Եվրամիության փողերով, թուրքո-ադրբեջանական քարոզով ու փողերով, Նիկոլ Փաշինյանին հաստատ կներկայացնեն Էրդողանն ու Ալիևը որպես խաղաղարար եւ կասեն, այ եթե նա եղավ, խաղաղություն կլինի։ Եվ այս մեր ժողովուրդն է, որ սիրահար է խաղաղության, ինչպես բոլոր ժողովուրդները, նաեւ հայ ժողովուրդը կարող է հանկարծ այդ խայծը կուլ տալ թշնամու եւ նորից գնալ եւ վերընտրել այս հակահայ օրակարգ իրականացնողներին։ Ինչ կկատարվի, գուցե մենք պետք է բացատրենք մեր ժողովրդին, ինչ կկատարվի Հայաստանի հետ, եթե վերընտրվի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը։ գիտես Թիմը չի Արմեն, էլի մի փոքր խմբակ է։ խաղաղությունը լավ բան է, բայց արդարությունը շատ ավելի կարևոր է։ Երբ որ չկա արդարություն, խաղաղությունը մի վայրկյան է տևում, հետո սկսվում է նորից։ Ծեծը, ջարդը, արյունը եւ պատերազմը, որովհետեւ արդարությունն է, որ բերում է մշտական խաղաղության։ Մենք պետք է ձգտենք արդարության։ Իսկ այն վիճակը, որը հիմա ստեղծված է, ամենուր, աշխատանքի վայրում, փողոցում, քաղաքականության մեջ, անարդար է։ Անարդար են այն բանը, որ աղջիկները ամբողջ օրը աշխատում են, ասենք, թե դրամարկղում ստանում են 3000 դրամ ողորմելի։ Անարդար է այն, որ ուսանողները չունեն հանրակացարան, որպեսզի գյուղից գան, այստեղ սովորեն, պարուր սևակ դառնան, Հովհաննես Շիրազ դառնան։ Այս իբր թե կապիտալիստական անարդարության աշխարհը ծնում է այն մարդկանց, որոնք չեն պատկերացնում, թե ինչ է արդարությունը։ Ես հոդվածաշար եմ սկսել, որտեղ 3-րդ թե 4-րդ մասում գրել եմ. այսպեսինը պետք է լինի Հայաստանը։ Մեր ոչ մի կուսակցություն իր տեսլականը չի տալիս։ Հայաստանը, վաղվա Հայաստանը, դա կարող է վաղը չէ մյուս օրվա։ Ինչպեսին է լինելու։ Ինչ երկրի մասին ես երազում, որ երկիրը ինչպեսինը դառնա։ Չեն ասում։ Ասում են քվեարկեք Սիմոնի համար, քվեարկեք Շωτիկի համար, քվեարկեք Տիկոյի համար, բայց չեն ասում ինչի համար, հանուն ինչի։ Ուստի չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլինի, եթե այդքան հայերը ազգովի աղմախանան ու ձայնը տան սրանց։ Բայց այնուամենայնիվ, ինչպիսի սարսափելի որոգայթի մեջ էլ մեզ տանում են, ի վերջո մեկը Հայաստանը եղել է կլինի։ Մենք հասակակից ազգ չկա, հասակակից պետություն չկա, հասակակից եկեղեցի չկա։ Գրում են, որ 301 թվից է, բայց Աբգարը ընդունեց քրիստոնեությունը հայկական պետությունը։ Այս տարածքում է, որ 301 թվից է։ Իսկ իրականում 33-րդ թվից է։ Գիտես ինչ, գոռոզություն չի, բայց մենք պետք է մեր ազգի, մեր Այո, երկինը իմանանք ու պարծենանք, իհարկե, հպարտանանք։ Եվ հպարտանալը բոլորովին մեղք չի, մեղք կա գոռոզությունը, իսկ հպարտությունը անհրաժեշտ մաս է։
մեր Գիտեք, գիտակ։ Տիկինյա, մենք այս տարիներին համոզվել ենք մի բան, եթե մենք չգիտենք մեր պատմությունը, եթե մենք չենք կարողանում պայքարել կեղծարարների դեմ, իդեպ երեք մեր ասեղնագործության այդ հայտնի ձեռագրերից, այդ ձեռագործներից մեկը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է որպես թուրքական, ադրբեջանական։ Ես մի քիչ ավելի Իհարկե, շատ տեղեկացված չեմ, կարծեմ մեր Արեշի, եթե չեմ սխալվում, Արեմտյան Հայաստանի մեր Արմինե ջան, պատասխանատուների կաշառակեր ձեռագործության հիմնար կա։ մասին։ Ըհը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաշառակեր հիմնար կա։ Դրա համար է ստեղծված։ Դրա համար տոլմանա թուրքական, թոնիրնա թուրքական, ինչ ասես, այն էլ մածուններ վրացականը, ինչ ասես կանեն դրանք։ Փող առնեն ու բաներ դուստան։ Ալիևայի կողմից Ուշադրություն ֆինանսավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն ամբողջությամբ։ Ուշադրություն մի դարձրեք, դուք իմացեք, հայր ջան, դուք իմացեք, ձեր երեխեքին պատմեք, արդարության ժամը կգա, կգա անխուսափելի, Աստված կա, Աստված մեծ է, արդարության ժամը կգա։ Այո, Տիկինյա ջան, շնորհակալ եմ եւ ես եթե չեմ սխալվում, դուք այս չորեքշաբթի շատ կարեւոր մի միջոցառում ունեք, ինչի հետ կապված էլ խնդրում եմ իրազեկեք նաեւ մեզ բոլորիս ձեր գրքի հետ կապված։ Այո, Այ այս գիրքը հրավես է։ մի հրաշալի մարդ է հայտնվել բարերար, որը ֆինանսավորել է վերահրատարակումը։ Նու Ինչ ես մի լավ է։ քիչ վագրեցի, փոխեցի, սա կարևոր գիրք է, սա զենք է։ Ամեն հայի ձեռը սա զենք է, որը ցույց է տալիս, որ ոնց որ հիմա անգլիան գլխը գովում է, հա, որ ինքը ծովերի արքան է։ Ծովերի արքան հայն է եղել։ Եվ մանրամասն արխիվներով հայտնաբերված նյութերով տալիս եմ դա բոլոր ծովերի, բոլոր ծովային ճանապարհների, բոլոր ցամաքային ճանապարհների։ Նու ես թեթև եմ գրում, հեշտ է կարդալը։ Թեկուզ եթե ռուսերենը հարազատ լեզու չի, սա լավ նոր տարվա նվերը թող մարդիկ առնեն, իմանան ու փոխանցեն նրանց, ովքեր չգիտեն։ Չորեքշաբթի օրը ժամը 7-ին Խնկո Ապոր անվան հրաշալի մանկական գրադարանում տեղի կունենա շնորհանդեսը գրքիս։ Բոլորիդ հրավիրում եմ։ Ես շնորհավորում եմ ձեզ, շատ ուրախ եմ նաև նրա համար, որ հայտնվում են նման բարեգործներ, շատ ուրախ եմ։ Ի վերջո գնահատում են նաև հայի տեսակին, ինչպիսին դուք եք, եւ նման մտավորականների աշխատանքը պետք է այո օգնել հանրայնացնել։ Գրքի վերնագիրը չասացիք։ Эти невероятные армяне։ Սա Հրաշալի է։ մեջբերում է։ Սա մեջբերում է։ Լոուրենս Արաբացին, Այո, երբ որ հարցազրույց էր տալիս 19 թվին ամերիկյան ժուրնալիստին, այդ բառը ասեց Armenia невероятный։ Armenians are impossible։ մ, Ուրեմն սրիկաները վերցրել են, թարգմանել են ռուսերեն Armenia невозможный, այսինքն անտանելի են։ մ, Ես միտումնավոր այդ հարցազրույցն էլ եմ բերել մեջը, թե ինչու հայերին պետքա ոչնչացնել, մ։ եւ վերնագիրը դա եմ դրել, որովհետեւ հայերը անհավանական լավն են։ Շնորհակալ եմ ձեզանից միշտ լուսավորը եւ հուսադրողը լսելու համար, միշտ մեր ազգայինը բարձր պահող ձեր շեշտադրումների համար Տիկին Լիաջան։ Շնորհակալ եմ անչափ եւ ես շատ կուզեմ, որ շատ շատերը ձեր նման լինեն։ Վարակվեն ձեր ազգասիրությունից, վարակվեն ձեր ազնվությունից, համարձակությունից եւ դադարեն այսպես կուչ գալ կամ ինչպես ասում են ջրի հատակը իջնեն մինչև անցնի վտանգը։ Շատերը չէ, այսպես են ասում։ Ես կոչ եմ անում նաև շատ մտավորականների մեր այս բարդ իրավիճակում վերցնել օրինակ լավագույն մեր հայուհուց լինել համարձակ աշխատել երկրի պետության մեր ազգի հարատևության համար։ Եթե կա ամփոփիչ խոսք, խնդրեմ, Չէ, եթե ոչ, շնորհակալ եմ, ցավը տանեմ։ Շնորհակալ եմ անչափ Արմինե ջան։ Շատ կարևոր է լսարանը։ Գիտես, ես երբ որ փողոցով քայլում եմ, մարդիկ մոտենում են այո, եւ իրանց շնորհակալությունն են հայտնում։ Ես դա հասկանում եմ, կարաշ։ որ մեր խոսքը չի կորչում։ Այո, Տեղ հասնում է։ Ախր մենք նույնն ենք, մենք իրար շատ նման ենք։ Այդ ինչի հաց ուտելուց նման ենք, մտածելուց նման չենք։
նույն ազգն ենք, նույն ակունքից դուրս եկած եւ նույն ապագայով դեպի նույն ապագան գնացող։ Իսկ մեր ապագան շատ հեռավոր է եւ շատ լուսավոր է։ Շնորհակալ եմ, Տիկին Լիա ջան, եւ վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին հերավար կապով ես զրուցում էի սիրված մեր գրող հրապարակախոս թարգմանիչ արևելագետ մեր արգաժան Լիա Ավետիսյանի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք։